Հիմա կարող ես նայողները մտածեն, որ այս հայրենադարձների մասին ոդկաստ չէ, վաճառքը առավելապես ինքը պայմանավորված է հոգեբանական ֆակտորներով։ Ցեզի պոտաս ենք տալու, ուզում ենք Մայքլ Ջորդանը հետ հագնի խաղի ժամանակ։ Բոլոր բրենդները իրենք էմոցիաների կամ հոգեբանության վրա են աստում մարդկանց, որ վաճառք ես անում, դու պետք չէ շատ խոսես, պետք է հարցտես պատասխանը ասեն ու դու լսես իրանց։ Գնորդը մեր մոտ, հայ գնորդը լավ, միշտ գիտի իրան ինչա պետք։ Ընդհանրապես գնորդը չգիտի իրեն ինչա պետք։ Իրենք երկուսն էլ սիրում են մարդկային շփումը։ Լիբանան եթե փախլավայի խանութ մտար, կարող է շաքարախտով դուրս գաս, քանի որ այնքան են հյուրասիրում։ Երկրորդ անգամ մի 80 հոգի մարդ կար, երրորդին 150 հոգի արչև եմ խոսացել։ Առաջին անգամ որ 6-700 հոգի արչև խոսացի, էդի վախեցա։ Ողջույն Պուզան ջան։ Ողջույն գերացես։ Լավ դու։ Մերսի շատ որ հրավերս ընդունեցի, այսօր էստես ագնետակիր թեմայից ենք խոսելու, բայց մինչև խոսենք կուզեմ մի հատ ներկայանաս ով ես, ինչով ես զբաղվում, որ մեզ նայողներն հասկանան։ Շատ լավ։ Անունս Պուզանտ է, ես արդեն 6-րդ տարին է Հայաստան եմ, ծնվել եմ Բեյրութ եւ ապրել եմ Բեյրութ եւ տարբեր քաղաքներ արաբական Դուբայ, Սաուդի Արաբիա, Կատար, այն արաբական ծոցի երկրները, Մերձավոր Արևելքը բոլոր պատտվել եմ բավական երկար ժամանակ, 6 տարի Հայաստան եմ, Հայաստան ամենաերկար ժամանակը սկզբնական փուլում աշխատել եմ ամերիկյան կոմպանիում, որպես վաճառքի տնօրեն, Հայաստանում, Ամերիկայի շուկայի համար էի աշխատում, հետո Գլովոյի կոմերցիոն տնօրենն եմ եղել բավական երկար ժամանակ, հետո գնացել եմ Երևան City որպես Digital Transformation-ի տնօրեն եւ հիմա արդեն Ineco բանկում եմ որպես վաճառքների խթանման մենեջեր եւ նաեւ ունեմ իմ առանցին էջենսին, որը աշխատել է արդեն մի տարի աշխատում էր մինչեւ այս տենց ընդհանուր Սմեթ հարուստ բեքգրաունդ ունես, փորձենք այսօր մաքսիմում քաղենք այդ բեքգրաունդից։ Սիրով։ Մի քանի ասենց հարցեր կա կնճռոտ այս վաճառքների հետ կապված, որ կուզեմ սկսեմ, բայց մինչև սկսելը մեր նախորդ հյուրն էր Սփյուռքից, նվերներ Կանադայից, ով Սիրիայում ծնվել էր, Կանադա գնացել էր, հետո Ամերիկայից Հայաստան, ինքն է ասենց բանը, մոլորակով պտտվել էր, մինչև հետ հասել Հայաստան, ու հիմա կարող մեզ նայողները մտածեն, որ այս հայրենադարձների մասին ոդկաստ չէ, ուղղակի պատահականության սկզբունքով իմ հյուրերը միշտ հայրենադարձ։ Դրա համար էլ արևելայերեն ենք խոսում, չենք փոխում ֆորմատը, չենք փոխում ֆորմատը։ Ավելի շատ դժվար է արևմտյանից արևելահայերեն։ Հիմա իմ մոտ ավելի բարդ է լինում բանը իրականում արևմտահայերեն խոսալը, քանի որ հա ընտանիքիս հետ եմ միան արևմտահայերեն խոսում, դրսում բոլորը բան են հայաստանցիների հետ արևելահայերեն եմ խոսում, շատ քիչ արևմտահայերենի ժամանակ եմ ունենում, դժվարանում եմ այլևս բարեր եմ օգտագործում, հետո կանգնում եմ, ասում մեկը հայերենը հասկանում են բոլորը։ Մեկը չէ, ես միշտ այս բանը պահում եմ, օրինակ տունը բացարձակ արևմտահայերեն եմ խոսում, որ չկորցնեմ, էլի այդ ակցենտը չկորցնեմ, չզգամ որ մի բան փոխվեց, հա։ Տունը by default խոսում ես արդեն, բայց նորեն բարեր ես օգտագործում օրվա ընթացքում, դու այդ դրանք օրինակ արաբերենով ես ասում։ Լեման կյանքդ արաբերեն էիր ասում այդ բարը, հիմա հայերենն ես ասում իրա, ու բանա կամ ռուսերենն ես ասում իրա, այդ ավելի բանա, լրիվ weird է, բայց հա, դենց ստացվում է, ինչ անենք, բոլորն է սովորել են դունը հիմա։ Բայ Բերբերյանի են կատակները, ասում արևելավ մտավ հայերեն։ Հա, հիմա ճիշտ այդ վիճակն է, մեկից մյուս փոխելը, բայց օրվա ընթացքում նայել եմ ես ինձ, օրվա ընթացքում որ ինձ զանգ եկավ, ու սփյուռքահայ է, 100% արևելահայերեն եմ խոսում։ Չեմ զգում, հա, չեմ զգում։ Բարերի մեջ անպայման արևելահայերեն։ Հա, որտեվ ես լման ժամանակը գիտես, արևելահայերեն եմ խոսում, որ սփյուռքահայ էլ զանգում է ինձ օրվա ընթացքում, որ էստեր արևելահայերեն եմ, շարունակում եմ արևելահայերեն։ Ես մեկ խաղում եմ, բառը նորմալ է։ Կարևորը հասկանալի է, կարևորը հայերեն ենք խոսում, դա արդեն բան չի։ Բանա չէ, մեկ որ խոսում ենք արևմտահայերեն, բան, նախ արևմտահայերեն հաճախ ասում եք սփյուռքահայերեն մի ասեք։ Այդ սփյուռքահայերեն չի, դա արևմտահայերեն։ Եվ ասում հայերեն ես խոսում, չէ, ֆրանսերեն է, ֆրանսական ակցենտով հայերեն։ Մի քիչ տարբերվում է, մի քիչ տարբերվում է։ Նայ, այսօր շատ հետաքրքիր թեմա վաճառքներ, ամբողջ աշխարհը գրեթե կենտրոնացած է այս թեմայի վրա, քանի որ շատ լավ որ ստեղծվում է, բայց մնում է դա վաճառես։ Ես հիմա ուզում եմ գամ մի քիչ հարցի
ուրիշ կողմից ոչ թե source-ից սկսենք, այլ մի հատ հարց, որ ինձ հետաքրում, վաճառքը առավելապես ինքը պայմանավորված է հոգեբանական ֆակտորներով, թե դու պետք է ուղղակի սկիլներ ունենաս ու կարողանաս ծախես, ոնց է դրսևորվում վաճառողի վրա, վաճառողի մասն եմ խոսում, sales մասնագետի մասն եմ։ Իրականում հոգեբանական բաժին կամ վարկագծային բաժին ինքը միշտ էլ թեր ունի վաճառքում։ Դու կարաս ամենաաշխարհի լավ պրոդուկտ ունենաս, բայց եթե դու հաճախորդի էմոցիաները չկարողանաս բռնես դեղը, դժվար իրեն վաճառես ինչ-որ բան։ Ինչի, քանի որ էդ էլ գալիս է այնտեղից, որ հաճախորդը ինչ-որ կարիքի մեջ է, ինչ-որ կարիք ունի ու եկել է կոմոդ ակնկալիքով, որ դու իրան լուծում ես տալու։ Ու այդ բոլորը անցնում է այդ հոգեբանական փուլերը, չէ, ինքը կարող է քո նման հազարատ գտնի, բայց իրեն համար հետաքրքիր է այն ինչ մարդը, որ իրեն խնդիրը հայտնաբերում է, այն վաճառողը, որ իր խնդիրը հայտնաբերում է ու ներկայացնում է իր պրոդուկտը ոնց որ իր խնդրի համար է ստեղծված։ Ու այդ հոգեբանությունը աստում է մարդկանց որոշում կայացնելու վրա։ Ումից նույն պրոդուկտը տարբեր։ Ես նույնը բրենդների օրինակն եմ տալիս, բրենդը որ վաճառում է, միշտ այդ օրինակն եմ տալիս, օրինակ, չգիտեմ, հիմա McDonald's-ի օրինակը միշտ կտամ, բոլորը կհարցակվեն վրես, բայց դա օքեյ է։ Ես McDonald's-ի օրինակն եմ միշտ տալիս աշխարհում, որ McDonald's-ը իբր բրենդ, ինքը կարողանում է էմոցիաների վրա հաստի, որ դու առանց ուզելուդ նույնիսկ եթե չես սիրում McDonald's, կամ լսել ես որ վատ է իրանց ուտելիքը, միան փորձում ես մի անգամ։ Այդ մի անգամը էդի էմոցիաների խնդիր է, էդի արդեն չես կարա այդ ժամանակի հարցը, որը որ քո վրա աստել է այդքան տարիների մեջ։ Նույնը Nike-ը համաշխարհային են իր ճանաչված Michael Jordan-ի պատմությունը կա, չէ՞, այդ որ ասում է այն ժամանակ Nike-ը բանի էր գնում, սնանկության էր գնում, ուրեմն Michael Jordan-ն էլ այն ժամանակվա աշխարհի ամենամեծ բասկետբոլ խաղացողն էր։ Michael Jordan-ի ագենտին ասել են, որ ցեզի բոտաս ենք տալու, ուզում ենք Michael Jordan-ը այդ հագնի խաղի ժամանակ։ Այն էլ կարմիր քույնի։ Այն ժամանակ էլ NBA-ի օրենք ուներ, որ միան սպիտակ քույնի պետք է հագնեն։ Ասել են, բայց պենալտի պետք է վճարեն դրա համար։ Ասել է, խնդիր չի, մենք կվճարենք դա։ Մի հատ էլ 3, չեմ գիտեն, ինչ-որ փողել Jordan-ին ամսական։ Ու Michael Jordan-ը առաջին անգամ որ գարմիր բոտասներով դուրս է եկել դաշտ, բոլորը ֆիքսել են։ Ու աշխարհը ամբողջ նայում է, չէ՞, բանն է, NBA-ն է, դենց ու սկսել է Nike վաճառքները հենց այդ բոտասի գնալ առաջ ու ինքը կարողացել է բահել իր ֆիրման այդ արդյունքում, այսինքն այդ մի մարքեթինգային ամենաուժեղ բանն է, որ տարել է վաճառքի ու հետի կարողացել են մարդոց էմոցիաների վրա խաղան Michael Jordan մի հատ տարբերվող բոտաս դաշտում 10 խաղացողից մի սկանդալ, մարդիկ խոսում են դրա մասին ու հետի աստել է արդեն իրանց վաճառքների դրա համար նույնն էլ Apple-ի օրինակն եմ միշտ տալիս դու չգիտեմ այն որ Apple-ը օգտագործում դու հաստատ չես նայում չէ իր պրոցեսորը սարքող ով է 100% չես նայում դրան դու նայում ես որ Apple ես առնում ու ինքը կարողանում է քեզ վաճառի այդ Apple-ը հաստատ որ ինքը պրեստիժ է դառնում ունենալու ստեղծել է այդ բրենդը ու համաշխարհային բոլոր բրենդները իրենք էմոցիաների կամ հոգեբանության վրա են աստում մարդկանց որ մարդկանց ավելի հեշտ որոշում կայացնել են տալիս այդ մի կողմն է մյուս կողմը արդեն գարիկի բացահայտումն է որը որ վաճառքում մենք միշտ ասում ենք եթե դու ունես աշխարհի ամենալավ պրոդուկտ բայց մարդ գարիկ չունի դրան Ինչ ասեմ։ Ինչի համար է սարքված այդ պրոդուկտը։ Հա, բնական է, բայց ստարտափներուն advising էի անում, միշտ որ գնում էի advisor-ի ստարտափի, գալիս էին հարցնում էին, ասում էին դու իմ պրոդուկտ ենք սարքել, Հայաստանում հենց։ Ասում են ժողովուրդ validation ասված բան կա, արել եք էսի ինչ որ մարդու հետ։ Ասում էին, դե մենք ընտանիքի հետ հարևան ընկերներ բան, ասում ժողովուրդ ընտանիք հարևան ընկերներ, դրանք էմոցիոնալ բաներ են։ Իրանք չգիտեք դուք ձեր հաջախորդն ա կամ ոչ։ Ու վերջավորության արաբները մի հատ խոսք ունեն, չէ, Գաբիգը մամային աչքերին բանա, սիրուն է, միշտ սիրուն է, այն նույն պատմությունն է։ Եթե դու ունես ամենալավ պրոդուկտը, բայց մարդու պետք չի ինչ ես անել դա։ Ու այդ վատը ինչ է, որ իրենք մանավանդ ավելի փոքր տարիքի ստարտափ հիմնող երիտասարդները իրենք նայում են իրենց կարիքներից ելնելով, բայց մարքեթը չեն ուսումնասիրում, validate չեն անում։ Ես գիտես քանի անգամ ստարտափը սկսել եմ
մի քանի անգամ validate եմ արել մեծ միջին փոքր ֆիրմաների հետ ու տարբեր սեգմենտի, եթե անշուշտ product-ը տենց է վաճառվում ու կանգնել եմ անելուց։ Իմ ընկերներս, գործընկերներս գիտեն, այսինքն ես ընկերներ ունեմ, որ հիմա եթե անունները տամ կարակ հարցնեք, քանի անգամ իրանց հետ եմ validate արել։ Որ նայեմ, եթե աշխատի կամ չաշխատի այդ product-ը, եթե իրենք պետք չունեն, ուրեմն համարի ամբողջ շուկան էլ պետք չունի։ Կամ պիտի այնքան շունչդ երկար լինի, որ դու կարողանաս մինչև վերջ դանես այդ product-ը ու կարողանաս վաճառես։ Դա շուկային հակառակ գնալու մասին է։ Օրինակ, եթե խոսում ես Հայաստանի շուկայի մասին, դու հասկանաս Հայաստանում ինչա պետք։ Դի օրինակ Դուբայի շուկայում կարող է ուրիշ բան լինի, Ամերիկայի շուկայում կարող է լրիվ ուրիշ բան լինի, բայց դու ունես հնարավորություն Ամերիկա վաճառելու կամ Դուբայ վաճառելու, այդ պետք է նայես հետո։ Արդեն ունես, հա, օքեյ, validate արեցիր, որ գիտես, որ այդտեղ պետք է, բայց կարաս այդտեղ հասնես դու։ Այդ էլ երկրորդ բաժինն է։ Վերջերս ընկերներիցս մի խումբ կար, որ նույն ծրագրով են ուսանել, այսինքն համալսարանում, իրանք շատ լավ ստարտափ են արել, Agrovet անունը։ Մի օր իրանք են անպայման հույս ունեմ հյուր կլինեն էլի այս ոդկասթին գյուղացիների համար ստարտափ են ստեղծել որ հողի մեջ սենսոր դնելով դրոնը թրցնելով sense ասած ամբողջ եղանակի եւ այլն մասին ինֆորմացիան հավաքումա ֆերմերին փոխանցումը նկարած այսօր չջրես անձրևա գալու պետք չի անես եւ այլն մշակաբույսի որակ ինչ քանակությամբ ջուր եւ այլն բայց իրանք այդ ամբողջ այդ ցիկլը որ sense սարքել են մի բանի հաշվին էր որ մի 6 ամիս իրանք market research են արել ինչ կարանք անենք որ մի հատ որի պակասնել կա շուկայում այդ էլ է շատ կարեւոր Это վաճառքը բնորոշ strategy է, ասում են լրիվ, վաճառքը շատ բան է, տենց մի օրում արվելիք քորդ չի, ոչ էլ նաև skill ունենալը այստեղ կարևոր է, այսինքն հարցից մեջ տալիս էիր կամ մի դիտայր արդեն skill-ը վաճառքի նենց բան է, ես միշտ ասում եմ, մի օրում 3 ամիս տրեյնինգի գնալով դու չես դառնա վաճառող Գիտես մի հատ հարց եմ քեզ տամ այս կետից սկսած դու վաճառող կարաս ընթացքում սկիլը զարգացնես թե պետքա ունենաս քո մեջ այդ ձիրքը վաճառելու օրինակ ես ինչքան փորձել եմ չի ստացվում երկու կարևոր բան կա այստեղ մի անգամ ինչ-որ public event-ի եմ խոսում այտենց մի 5-600 մարդ կար ներս մտա ես եմ առաջին սպիկերը ասեցի ով է այստեղ ցեզնից աշխատանքի մարդ է վերցրել վաճառող քանի որ շատ է խոսում մի 90%-ը ցեք բարձրացրեց, ասեցի ինչ լավ է, լավ դեղ եմ եկել, ճիշտ բանն եմ խոսալու այսօր։ Այդ որ չգիտեք, ոնց հայրանեք մարդիկ որ վաճառեն։ Իրականում քանի որ շատ խոսողներ շատ խոսացողներն են որպես վաճառքի մասնակից։ Չէ, այդ հագարակն է, լրիվ հագարակն է։ Իրենք տենց են, ժողովուրդը կարծում է որ այդ մարդը շատ լավ է խոսում, ուրեմն ինքը լավ վաճառող է։ Ես վերջերս որ շատ վաճառքում չէի, այսինքն վերջին քանի տարին ուղիղ վաճառքներում չէի, ավելի գլոբալ ստրատեգիական անում էի վաճառք, բայց շատ քիչ ստրատեգիական էր ավելի աշխատանքս միշտ էլ տենց շարունակվեց քանի մի տարի արդեն 5 տարի է 4 տարի է տենց է ուրեմն եւ տրեյնինգներ էի անում բաներ էի անում վերջերս էր չեմ գիտեր երբ էր վաճառք էի ուզում անեի սկսեցի որ շատ եմ խոսում արդեն ես սկսել եմ շատ խոսել քանի որ տրեյնինգների բանի ժամանակ դու շատ ես խոսում բայց որ վաճառք ես անում դու պետք չէ շատ խոսես պետք է հարցտես պատասխանը ասեն ու դու լսես իրանց հիմա այդ սկիլերը քանի որ շատ փափուկ հմտություններ են իրանք այսինքն իրենք բան չեն ծրագրավորող չի sense ասած չգիտեմ հիմա ծրագրավորող ինչ է անում սովորելու ժամանակ ես քապար չունեմ բայց ամեն դեպքում ինքը հա այսինքն ինքը սովորելու բան է այստեղ սովորելու բան չկա Այսեղ տեխնիկաները քեզ կտան ուզածից չափ, բայց դու մեգա պիտի գտնես soft skill-եր ծարգացնես, փափուկ հմտություններ։ Օրինակ emotional intelligence-ը վաճառքում ինքը շատ ուժեղ թեր է խաղում։ Դու եթե կարողանում ես քո էմոցիաները կառավարես ճիշտ, ու նաև հասկանաս թիմացինի էմոցիաները առանց ցույց տալու նույնիսկ թիմացինը որ ցույց տա քեզ, այդ ամեն ինչը կամ օրինակ communication skills-ը, հաղորդակցության հմտություններ Էդի ամեն մարդ չի որ կարա անի դրա համար այն մարդիկ որ երբեմն ինձ ասում են ինտրովերտները կարան լավ վաճառողներ դառնան ասում են հա քանի որ ինտրովերտները շատ ուժեղ հարց կարան դան ու լրեն իրենք շատ լավ գիտեն լսելու ունակություն ունեն լրեն ու լսեն չէ իսկ շատախոսները խնդիր ունեն այնտեղ լսելու չեն կարա լսեն չեն կարա լրեն վարգանը մեմը իրենք պետք է խոսան ու դա խնդիր է վաճառքում բայց քանի որ վաճառքը փափուկ հմտություններու բանա գուտագում է
Ես միշտ ասում եմ, որ մարդը պետք է ինքնազարգացումով զբաղվի նաև։ Այսինքն դու քեզ պետք է փորձես ամեն անգամ զարգացնել։ Ես 15 տարի վաճառքում եմ եղել, կրնալալ 2 տրեյնինգ եմ անցել, հենց վաճառքի։ Կառավարման լիդերշիփի բանը անցել եմ շատ, բայց հենց վաճառքների կարողա չեմ էլ անցել, գիտես, հիմա որ հիշեմ կարողա չեմ էլ անցել։ Այսինքն ինքը սկիլ է, որը տնօրենը սկար, զարգացնես։ տնօրեն ունեի մի հատ, շատ ուժեղ վաճառող մարդ էր։ Իրանից շատ եմ աստվել եւ իմ վաճառքի մոտեցումներս գրեթե իրա նման է հիմա։ Հիմա որ նայեմ, Աստված օգին լուսավորի, միշտ այդ մարդուն հիշում եմ, այդ մարդը միշտ հիշում եմ, իմ առաջին կարիերայի 22 տարեկան, 21 տարեկան կարիերայի առաջին օրերուց ատամանտի ոլորտում ինքն է ինձ սովորացրել։ Ու մինչև հիմա հիշում եմ իրան ու հիշում եմ ոնց էր ինձ սովորացում, բաներ, դժվար մարդ էր ինքը վաճառքներում, այսինքն ինքը տենց հանձնվող տեսակ չէր ու իրան որ նայում էի ինչպես է վաճառում, իրանից սովորում էի, բայց ես սիրում էի նաև վաճառքը։ Մինչև այսօր էլ սիրում եմ, այսինքն մի օր որ արթնանամ մի շաբաթ ես վաճառք չանեմ ինչ-որ բան, Իմոտ արդեն ասում ինչ-որ սխալ բան եմ արել այդ շաբաթը։ Էսի շատ ինձ մտահոգեցիր դու այս կասածով դες։ Դե հիմա նայ, ասենք իմ գործի բնույթը այնպես է, որ ես մենակ անալիտիկա եմ անում։ Իսկ ես մենակ վերլուծություն եմ անում, բայց ոնց որ գետնից կտրվում ես դու թվերի մեջ, կորում ես, դու չես շփվում հաճախ։ Բայց կոմոդ communication-ը լավ է ստացվում։ Կոմոդ էդի լավ է ստացվում, այսինքն դու կարողանում ես մարդկանց հետ շփվես։ Իսկ վաճառողի հմտություններից հիմնականը, որ ինքը չի ամաչում, կարողանում է շփվի, ու հետո արդեն սովորում է հարցեր տալ։ Ամենադժվար բանը վաճառողներին հարցեր տալն է։ Ինչքան կարա ինքը հարց տա գարիք բացահայտելու, այդ ամենափարթը վաճառքը։ Կոնկրետ հարցեր, չէ, ջուր ծամոթ։ Բայց ես քեզ մի հատ ծիծաղալի փորձ պատմեմ։ Ես ինչ որ կետից եմ հասկացել, որ ես չեմ կարող վաճառական։ Ես մի կես տարվա կամ մոտապես մի քիչ շատ փորձ եմ ունեցել բարմեն, բարիստա, բարի բանում ոլորտում, սուրճ պատրաստել ավոր շատ եմ սիրում, բայց պրոֆեսիոնալ էի սուրճ եւ այլն։ Ու մի 7-8 ամիս մի քիչ կամ մի քիչ շատ չեմ կարող կոնկրետ հիշում, փորձ եմ ունեցել տարբեր սրճարաններում, մինչև այս բուն աշխատանքից անցնելը, ու ես հասկացա, որ բարի մոտ մարդ է գալիս նստում է, ու ինձնից խորհուրդ ասում եք ինչ կարելի է խմել, ես որ մի երկու հատ բան բացատրում եմ, ինքը երրորդ հարցն էլ ինձ տալը, ես հունից դուրս եմ ամբերությունը կարևոր է, որովհետեւ մեկ էլ այն որ չէ, մի րոպե, կամ շատ է որ ծանրաբեռնում գործես, հասկանում եմ, որ ես էլ չեմ կարողանում գտնեմ էլ այդ կետը, որ կոմպրոմիսի գամ արդեն փակ եմ խոսալ, ինձ շատ երկար է տևում մի օգու այդ իմ վաճառքերի բառում, դրա համար հասկացա, որ իմը չի վաճառքը, չգիտեմ։ Ստրեսային է, ժամանակի կառավարումը օրինակ շատ կարևոր է վաճառքում։ Դու հասկանաս, որ ում վրա ժամանակ ծախսես։ Ում վրա չէ, ում վրա։ Տես օրը քանի ժամ է աշխատանքային, 8-ը 10-ը ամենալավ դեպքում։ Այդ ժամը հերիք չի, որ դու վաճառես շատ, այնքան ինչքան որ դու ուզես կամ քո ֆիրման պետք ունի։ Այսինքն քո ժամանակը նաև պետք է ճիշտ կառավարես, ում վրա ժամանակ ծախսես։ Հարցերը տաս, հասկանաս այդ մարդը պետք ունի այդ product-ից, սիրում է այդ drink-ը կամ չի սիրում։ Կարող է մարդը օրինակ ջին չի սիրում, դու իրեն ջինի պատմություն ես պատմում։ Պետք է իրեն այդ բանը։ Հնարավոր է այդպես։ Այդ է ասում, մարդը ուիսկի չի սիրում, օրինակ դու իրեն ուիսկիով բան ես վաճառում, մարդը չի ուզում։ Այսինքն նմանի ես միշտ այդ օրինակը տալիս եմ, ռեստորան ես մտնում, գիտես ռեստորանները, պրոֆեսիոնալ ռեստորանները սենց բան ունեն մի հատ մոտեցում ունեն, որ ստոկ ապրանքը որ բան ա լինում, սրոքի մոտ ա լինում, թվականը վաճառում target են դնում իրանց աշխատողների վրա, առավոտը կառավարիչը գալիս է տնօրենը, ասում է այսօր ես ենք վաճառելու։ Հիմա որտեղից կիմանաս լավ վաճառողա կամ վատ։ Մտիր մի հատ, որևէ մեկ ռեստորան, քո հանդիսատեսն է կարա մտնի կամ ագանտիրը կարա մտնի, բանանի մի հատ նայի փորձեք, դուք ձեր վրա փորձեք։ Եթե մտար ռեստորան, որը ինքը պրոֆեսիոնալ է, այսինքն այդ մոդելով աշխատում է։ Մատուցողի մի հատ հարց տուր, ասա ինչ ապանկանես, առաջարկես, որ ուդեմ։ Եթե քեզ հարցրեց հավես սիրում կամ միս կամ ընդհանրապես միսային ուտելիք սիրում ես կամ ոչ, դա լավ մատուցող է։ Եթե միանգամից ասես հավը, այս հավը ար, այսինքն դա սրոքի մոտ ապրանքա ուզում է քեզ վաճառի։ Այս հիմա չեմ ասում բոլոր այդ առաջարկողները, այսինքն սրոքի մոտ ապրանք են տալիս, բայց եթե ռեստորանը պրոֆեսիոնալ մոտեցում ունի, կարա այդ տիպի բան առաջարկի քեզ միայն, բայց այդ չի նշանակում, որ ինքը կարա քեզ վաճառի։ Քանի որ ինքը չի կարողացավ նախ հարցնել քեզ, դու հավ սիրում ես կամ ոչ, կարող է հավով բան է քեզ տալիս, դու հավ չես սիրում։ Ու էսի ամենահասարակ օրինակն է, որ
վաճառքը ոնց կարաս անես ու չես կարա։ Դրանից սկսում է արդեն կոմպլեքս кейսերը մինչև նույն մոդեցումն է։ Այսինքն դու եթե բարձրապես սկիլերը դեն լավանում քո որ կարողանաս կոմպլեքս кейսեր լուծես, բանակցություններ վարես, այդ արդեն լրիվ ուրիշ լեվելա բանի վաճառքի։ Նորեն վաճառքա, բայց լրիվ ուրիշ լեվելի վաճառքա։ Իսկ այդ ռեստորանի աշխատողը նորեն վաճառում է, բայց հիմա կարող է լեվելի չի իր վաճառքը։ Ճիշտ։ Եվ օրինակ մենք դրա համար ես միշտ ասում եմ ստրես պետք է կարողանաս ստանալ։ Ստրեսակայունությունը պետք է շատ բարձր լինի, քանի որ վաճառքում դու նախ 85-90% ժամանակիդ օրվա մերժվում ես։ Էդի պետք չի անձնականի վերածես։ Քենսել են անում, չէ՞։ Մերժվում ես, դու առաջարկ ես անում, մերժում են մարդիկ։ Ու էդի եթե դու անձնական վերցրեցիր, դու չես կարող վաճառկանես հաջորդ օրը։ Ճիշտ է։ Դա կարող հաջորդ օրը ով որ քեզ մերժելա դառնա քո պոտենցիալ։ Կարող է 3 օր հետո կամ մի ամիս հետո դառնա քո հաջախորդը, բայց ամեն դեպքում դու հաջորդ օրը ունես նոր 10 հոգի, որ հետո խոսաս։ Այսինքն այստեղ շատ կարևոր է որ դու հասկանաս, որ էդի քո համար չեն, քեզ չեն մերժում։ Պրոդուկտ են մերժում, այսօր են մերժում, վաղը կարան ունենան ու այդ ամեն ինչի արդյունքում դու այդ ստրեսը ծանր չտանես, քանի որ պետք է հաջորդ օր նույն բանը նորից անես։ Ու նորից անես սովորես երեկվա սխալներից։ Ես միշտ ամեն անգամ որ վաճառքը ինչի էր իմ մոտ ստացվում հետո ժամանակը սկիզբը չէ, օրինակ առաջին անգամ որ էքսպոյի գնացի Դուբայ, վախեցա։ Թվերից էի վախում։ Այն որ calculation էի անում օրինակ, բան, հաշվում էի, չգիտեմ, մի հատ սետ ատամանտի $500,000 վախում էի որ սխալ թիվ ասեմ վաճառած ժամանակս երեխա 21 տարեկան երեխա դիքով եսը կվախեն այդ ժամանակ վախում էի առաջին էքսպոն երկրորդ էքսպոն օրինակ ես վաճառել եմ կարողա 1-2 կտոր բայց արդեն 10-րդ էքսպոն հիշում եմ որ արդեն ես էի վաճառում միան ինչի քանի որ նաև սովորում էի ինչ եմ սխալ անում ես ինձ էի քննադում ու սովորում է ինչը սխալ արեցի ու այդ վաճառքում է դա աշխատում կամ օրինակ ֆիդբեք էի հարցում տնօրենից ասում էի ոնց եմ անում լավ է սա եթե ինքը չէր հարցում ես էի հարցում ասում էի ինչ կարամ ավելի լավ անեմ դու ասա բայց քանի որ ես նաև սիրում էի վաճառել մարդկանց հետ շփվել սիրում եմ ես առաջին օրվանից բայց ամաչկոդ էի ասեմ 21 տարեկան ես շատ երբեմն հիմա մամաս չի լսեի ուսամ երբեմն ասում էր տենց մի քիչ էլ աներես ես դարձել արդեն այն ժամանակ ամաչկոդ լուրջ ամաչկոդ էի ես ինձ մարդ չի հավատար որ ես ամաչկոդ էի ուրեմն դու քո օրինակով փաստում ես որ սա սկիլա որը կարելի է զարգացնել պետք է աշխատես ես կուզենայի եթե այս կտորը ամփոփենք այսինքն կարանք հաշվենք որ վաճառքում կա թե հոգեբանական կողմ եւ կա թե սկիլը զարգացնելու կողմ, որը հավասարապես էլի անձի վրա է, այսինքն ոչ մի բան ի ծնե չի լինում կողմ մեջ, կամ լինում է, բայց եթե չկան դրանք դրանք զարգացնես, հա, բնականաբար։ Ես ունեցել եմ քեզ։ Երեք էի պատմում գարձեմ։ Աշխատասեր մարդ եմ ունեցել, որը սկիլ չունի վաճառքի։ Ու ամեն մարդ ասել էր իրեն դուրս տիր աշխատանքից, քանի արդյունքները լավ չեն, KPI-ները, թվերը լավ չեն։ Չէ։ Ասել եմ, ինչ ժամանակ տվեք իրեն սարքեմ վաճառող։ Բայց ասեցի դուք չեք մտնելու այլևս այս թեմայի մեջ։ Ամեն անգամ չեք գալու, չեք ասելու, այս մարդը հանի աշխատանքից, ասի ժամանակ է տևելու։ Ու մի տարի հետո ինքը դարձավ լավագույն վաճառողը։ Մի տարի ժամանակ տևեց, բայց գիտեի որ ինքը նախ ես երկու բանի եմ նայում, երբ որ աշխատանքի մարդ եմ ընդունում։ Նախ մարդու քարակտերն եմ նայում, քանի չի փոխվում։ Ազնիվ է կամ ազնիվ չի։ Ազնիվությունը առաջին բանն է իմ։ Ազնիվ է, աշխատասեր է, եթե այս երկուքը կան, մնացածը հեշտ է։ Քանի որ այս եու չես կարա փոխես իր մեջ։ Եթե մարդը ձույլ է, չի փոխվելու։ Բայց մեկ ասում են ձույլ մարդիկ ամենակարճ լուծումներն են գտնում։ Երբեմն ճիշտ է, բայց ամենտեղ չէ։ Նրանք վաճառքում ձույլ որ լինես չես կարա աշխատես։ Անկարելի է։ Օրական դու նույն բան անելու սովոր պետք է լինես։ Իսկ ձույլը երկար շունչ չի թիմանալ իրեն մոտ։ Չի կարա նույն բանը երկար անի, դրա համար պետք է ես երկու բանի էի նայում։ Սկիլերը հետո սովորացնելու բան են։ Նայես իր մարդ տեսակը, հետո նոր ինչ կարող ես անել։ Տեսնում ես ինչ որ բան ունի մեջ իր վաճառքի։ Գիտես, այս մենք մի կողմը խոսեցինք վաճառողի կողմ, հիմա գանք հակառակ կողմ, գնորդի կողմ, էլի։ Ու փորձենք այս ամբողջ ընթացքում հայկական մենթալիտետի հետ զուգահեռ տանենք, հա։ Գնորդը մեր մոտ, հայ գնորդը լավ, միշտ գիտի իրան ինչա պետք։ Ընդհանրապես գնորդը չգիտի իրեն ինչա պետք։ Ընդհանրապես ոչ թե հայը։ Հայի հետ կապ չունի արդեն ընդհանրապես գնորդները հաճախորդները չգիտեն ինչ են ուզում իրանք իրենք գիտեն ինչ որ հասանելի է իրենց համար հիմա բայց դու կարաս բացահայտես կարիք հիմա ով է ասում որ մտնում էին օրինակ մեր մոտ ատամանտի ոլորտում մտնում էին ասում էին մի հատ օղ ենք ականջող ենք ուզում բայց ով է ասում որ ինքը change-ի ուզում կամ չի ուզում մատանի էլ առնի ով ասեց դա
Դե հա, դե արդեն դու կանաս cross-sell, upsell, cross-selling, upselling այդ ամեն ինչը արդեն այդ տեխնիկաներն են, բայց հաջախորդները ընդհանրապես շատ քիչ մարդ կա տոկոս կա, որ ինքը գիտի լուրջ ինչ է ուզում, հստակ գիտի։ Ու եթե այդ կարիքը չես դու բացահայտում իր ու դրա համեմատ product չունես, ավելի լավ է չառաջարկես ոչ մի բան։ Քանի որ այն մարդը, որ արդեն իր հիմնական կարիքը չես բավարարում, դժվար երկրորդ բան առնի քեզնից։ Հենց իր հարցը, որ խնդրով որ մոտեցել է, դա պիտի բավարարես, հետո նոր ածանցես մնացած product-ները։ Շատ իմ համար այնքան բարդ է ինքը թվում։ Այսինքն, օրինակ նա ես տեսակովս եմ, որպես գնորդ գիտես ոնց եմ, ես որ գնում եմ մի բան, գիտեմ որ պիտի առնեմ, ես գիտեմ ուրեմն գնում ինչ առնելու։ Ինչ շատ դժվար է կողքից ինչ որ բան վաճառել։ Էդի քանի որ դու գիտես հստակ ինչ ես ուզում։ Ու շատ քիչ մարդիկ են, որ ես էլ հիմա օրինակ բաները գիտես, բայց դու basic օրինակ հիմա ասեմ քեզ վաղը որոշես մի օր ավտո առնես, հաստատ չես գիտեր դու ինչ ես ուզում։ Այո, հիմիկած տուն եւ ջինս առնելը մի բան է։ Օրինակ, չգիտեմ, գամ օրինակ աղջկա մադանի ես առնելու։ Օրինակ եմ ասում, այսինքն գա բաներ, որ բոլորս էլ գիտենք այդ մինիմում բաները մեր կյանքի բանի վարկակիցը մեր գիտենք։ Օրինակ ես գիտեմ, որ դե շոր եմ առնում, քանի որ համ ջաշակս, համ չափերս այնտեղ բռնում են։ Դեռ գնում եմ մի անգամից այդ դեմ առնում։ Չեմ մտածում շատ որտեղ գնամ, բայց օրինակ շատ բաներ կա որ չգիտեմ։ Օրինակ հիմա եթե ուզես դուն առնել, դեն չի որ գիտես ամեն ինչը։ Պիտի լավ վաճառող դա տրեյդինգը լինա, այսինքն այդ փորձը ունեցա ու ինքնից հեշտ բան չի։ Որոշել կողմնորոշվել էլի։ Ամեն ինչ էլ մեջը կա հաջախորդ, որը գիտի ինչ է ուզում ու նորմալ է։ Բայց այդ մարդու կիցածը դու տվեցիր առաջին անգամ ինքը քեզ վստահելու է, ամեն անգամ կոմոդ է գալու, երկրորդ, երրորդ, չորրորդ անգամը կարող ուրիշ բանել առնի։ Դու մի հաշվեր որ այս անգամ ինչ արավ։ Մի հաշվի որ այս մարդը պոտենցիալ մյուս գնումները ինչ կարա։ Չգիտես մարդուն, մեզի ասում են բաները աթամանտի ոլորտում ասում են չգիտես դու հաջախորդին կրբանը ինչքան փող կա։ Հա, ճիշտ է։ Մի որոշի մի տատի իրան։ Սպասի չգիտես որքան փող կա իր կրբանը, միանին գիտի։ Իր գինը չգիտի։ Մանավանդ աթամանտում չէ որ զույգերով են գալիս, ասում են կողքը նստած մարդը չգիտի ինչքան փող ունի ինքը։ Դրա համար թողեք ինքը բացահայտեք մի քիչ կարիք, փորձեք խաղալ դրա վրա, այսինքն հաջախորդի այդ սկացմունքների վրա, որ էսի սենց է։ Օրինակ ինչ են մարդիկ ասում, դե տարբերությունը $500 ավել դուր է դար։ $500 ինքը մեծ գումար է, կախվածում համար, բայց ամեն դեպքում իրենք քեզ նենց են ներկայացնում այդ $500 վաճառքի ժամանակ, որ ոչինչ է։ Անի այսքան թիմացը արժեք են ստեղծում քո համար։ Այդ $500-ով դու արժեք ես առնում, ոչ թե product ես առնում։ Ու այդ արժեքը որ առնում ես, այդ $500 քո համար անարժեք է դառնում, քանի որ թիմացը լավ բան ես առնում։ Հա, այսինքն added value կա։ Եթե added value չես տալիս, հաջախորդը չի առնում։ Ճիշտ է։ Չի գա հաջախորդ։ Այն product չես կարող վաճառես։ Չկա product վաճառք, product-ի վաճառք չկա։ Բայց ինձ թվում է սեգմենտներ կա, օրինակ հիմա բանկային ոլորտում ես, ինձ թվում է կհամաձայնվես, որ ֆինանսական product-ները նախ բացատրելն է շատ դժվար մեր գնորդների սեգմենտում։ Ամեն product։ Բայց ֆինանսական ատամանտը փորձել ես։ Չէ։ Դու գիտես ատամանտը ինչ է։ Ուսանց ասեմ, դա գոնե վիզուալ է։ Չես անգարելի է։ Վիզուալի մեջ գիտես ինչքան բաղված բան կա։ Ես հիմա քեզ կարամ 1000 օրինակ տամ ատամանտի վրա, որ քեզ կարամ այնքան խապեմ, որ դու կյանքում չիմանաս։ Հա, խապելը հա, միանշանակ։ Նույնն է, քանի որ վաճառքը product-ի, մեգա դու չգիտես ինչ է։ Մի անգամ գլովոյով, ուրեմն գնացել եմ բան։ Ես միշտ իմ աշխատողների հետ գնում էի բանի հանդիպումների, մանավանդ փոքր բիզնեսների, field visit-ի էի գնում ու չէի ներկայանում որպես կոմերցիոն տնօրեն, ներկայանում եմ որպես պրակտիկան, նոր եմ եկել աշխատանքի, տենց մտնում էի։ Հա, գլովոյում եմ, գլովոյում, հա, տենց աշխատողներիս հետ բան էի անում, visit-ի էի գնում գործընկերների։ Մի հատ մեր աղջիկներից մեկի հետ էի, տենց պատմում գլովում որտեղ է ստեղծվել, էսա, այնա, product-ը գլովոյի անհասկանալի է թե մարդկանց համար։ Այն ժամանակ մանավանդ որ մենյուեմ ներ միան եթե չեմ սխալվում, այսինքն գլովոն շատ ավելի ուշ եկավ։ Հա, մենյուեմը կար, այսինքն Հայաստանում մենյուեմը կար այն ժամանակ, որ գլովում կար։ Հիմա բայց չկա, չէ՞։ Չէ, հիմա չէ, բանը ինչ էր անունը, Yandex-ը արավ։ Հա, վերցած։ Այսինքն գլովոյի product-ը իր աշխատողներին համար բարձ չէր դեր։ Ուր մնաց որ մի հատ էլ շուկայի համար։ Գործընկերոջ մոտ ենք, շո փոքր բիզնես է շարմայի։ Տենց մարդուն նենց պատմություններ է պատմում ես մեր աղջիկը, որ յանի Օսկարը դերը գլովոյի որտեղ է ծնվել, ինչ է սովորել, ինչ է արել, այլևս չի դիմացա, ոտքի խփեցի, ասեցի լրի մի րոպե դու, չի դիմացա։ Ասեցի ընկեր ջան, դու ո՞նց ես վաճառկանում։ Ասեց դե բանից եմ էլի զանգում են զակազ են տալիս են զանգով գալիս են այստեղ մենյուեմից են պատվիրում են ասեցի դες էս էլա նույնը
online բատվերը կարող է այս մի հատ սարք ենք տալիս քեզ, ընդունում ես, չեկը տպվում է, պատրաստում ես, մեր արարքիչը գալիս է տալիս ես։ Ասեցի, անի վաճառք եմ անելու ավել։ Ասեցի, ավել վաճառք է, ավել աջախորդ է։ Ասեցի, ինչքան է ձեր միջնորդավճարը, դվեցի միջնորդավճարի թիվը, ասեց, օքեյ, բամարորցին 5 րոպե տևեց վաճառքը։ Ճիշտ 5 րոպե։ Բայց այդ product-ը, եթե սկսեի ես Glovo-ի feature-ների մասին խոսամ, գիտես երբ կվերջանա, անգարելի է, այդ մարդը ինձ Glovo-ի partner դառնա, անգարելի է։ Քան ինքը չգիտի, դրա համար եմ ասում, որ ոլորտը էական չի, բոլոր product-ներն էլ աշխարհի իրենք չես կարա վաճառես որպես product, պետք է իրեն վաճառես որպես հասանելի մի բան, որը քեզ պետք է։ Այո։ Ես տենց եմ բացատրում միշտ վաճառքը, հասանելի մի բան։ Ամեն իր լեզվով, չէ՞։ Հասանելիություն։ Ես ատամանտի մասին այնքան պրոֆեսիոնալ բառեր կարամ օգտագործեմ հիմա, բայց հասանելի չի գնահատում։ Մասնակետը կա հիմա դժվար հասկանա, եթե սկսնակա։ Ուժեղ մասնակետ պետք է լինի, որ ինքը ատամանտը լավ գիտի։ Սկսնակը կարող է նորեն չհասկանա խոսածներս։ Բառեր կարամ ասեմ։ Աշխատել անդամ 10 տարի։ 10 տարի։ Այդ բառեր կարամ օգտագործեմ, որ կյանքում չէ, բայց այդ բառերը ում է պետք։ Այդ իսպանին չեմ ուզում, չէ, ես միշտ ասում եմ, քո բառերը, ֆիչերները, բաները, բառերը լավ է որ գիտես։ Էդի կարաս օրինակ քու ընտանիքից զարմացնես։ Մամա տասի աղջիկս դες ինչ լավ գիտի իր product-ը։ Դες աղջիկս ինչ լավ է սովորել։ Գնորդը չէ։ Գնորդին չի զարմացում դրանով։ Գնորդը ասում է ինձ ասա ինչ է պետք է, դի ինչ է տալու ինձ։ Դու էդ ասա։ Այդ դրա համար ես չեմ սիրում մեկը որ իր product-ի մասին շատ է խոսում։ Երբ որ շատ ես խոսում, մարդուն ինչ է նշանակում։ Արժեք չես ներկայացնում դու։ Երբ որ շատ ես խոսում քո product-ի մասին, մարդուն ինչին է պետք։ Քո product-ը 1000 հատ feature ունես, պետք է մարդուն։ Չէ։ Իրեն պետք է 10 հատը։ Խճճելու ես իրան ավելի։ Դրա համար եմ ասում, աշխարհի ամեն product-ները նույնն են, նույն մոդելն է։ Մսավաճարին կնա, քեզի թողոսկեսի բացատրել միսը որ դեյցա կտրել, ու մեջ ընկեր ջան ասես փապուկ միս դուրել ինձ։ Չէ։ Դու ասում ես իրեն բանի ցլիգի մսի տագի մասից այդ կտորը դուր։ Չէ, դու ասես փապուկ միստուրի քիդի ինչա տալիս քեզ։ Դա նույն դրա համար եմ ասում հասարակ օրինակները ինչի եմ տալիս, որտեվ նույն բանն է, չկա պրոդուկտային չի այդ հարցը։ Դա մոդեցումի հարց է, որ պետք է դու ինչ ոլորտում էլ լինես, ունենաս այդ մոդեցումը պետք է տեսնի։ Ունենաս նույնիսկ։ Բայց գիտես հետաքրքրն է, հիմա մենք գանք ուրիշ կողմի։ Ամեն դեպքում ազգային պատկանելիությունը կապ ունի։ Այդ վաճառքի մեջ կա դեր ունենա։ Հիմա հայերը sales oriented են, ըստ քեզ։ Մանավանդ Հայաստանում իձնե կարող է ինչ-որ ցիկեր ունենալ, բայց sales culture-ը տարբեր է շատ մշակույթը վաճառքի։ Օրինակ մի կբերես տարբերություն Հայաստանի sales culture-ի ու ինչ-որ այլ sales culture-ի մեջ էական տարբերություն։ Ես արաբական աշխարհում կարամ ասեմ, որ օրինակ արաբները եւ հայերը իրար նման են մի բանով, որ իրենք երկուսն էլ սիրում են մարդկային շփումը։ Արաբներն էլ են։ Եվրոպացին օրինակ չի սիրում։ Լավ են շփում արաբները։ Արաբները by default իրենք շփվող ժողովուրդ են։ Հայերն էլ են շփվող։ Բայց արաբների չափ չէ։ Չէ, բայց հայերը օրինակ վրացիների հետ համեմատած իրենք շատ շփվող են հայերը, չէ։ Վրացիները շատ սար։ Հայերի մոտ մեր մոտ ուրիշ բան չի ստացվում։ Մեր մոտ արժեք ստեղծելու խնդիր ունենք մենք։ Նույնը անելու բան ունենք։ Բացատրես արժեք ստեղծել ասելով ինչ նկատի ունես։ Տես դու քո պրոդուկտի վրա վստահություն ունենալու խնդիր ունես։ Արաբը քեզի ինչպես է վաճառում։ Լիբանանցիների հետ դու աշխատել ես կյանքում։ Լիբանանցիները չէ, բայց օրինակ եգիպտացիների աշխատել չէ, առնչվել առևտրի եգիպտացիները շատ ուժեղ վաճառողներ են։ Սուրիացիները լավ ուժեղ վաճառողներ են։ Ֆանտաստիկ են, լիբանանցին ուժեղ վաճառող։ Օրինակ արաբական որևէ քեզ այնքանը Այսինքն, չգիտեմ, կոմֆորտ զոնայի մեջ դնում, որ դու էլ վերջում չգիտես ինչ անես, որպես մարդը տենց։ Կովասչյանը Մարաշին իմ ընկերն է, Մարաշի բանը փախլավան, Սետրակը, ուրեմն այս մի անգամ իր աղջիկներին խանութը նստել եմ իր հետ, տենց իր աշխատողներին բացատրում եմ, որ Լիբանան եթե փախլավայի խանութ մտար, կարող է շաքարախտով դուրս գաս, քանի որ այնքան են հյուրասիրում քեզ, որ կարող է շաքարախտով դուրս գաս այդտեղից։ Ասում եմ, այդ քեզի ինչ է տալիս վստահություն իրանց product-ի հանդեպ։ Այդ արժեքն է ստեղծում։ Ճիշտ է, մի հատ փորձի Տես, հավանես վերցրա։ Ու էդի վաճառքի ամենա շուկան էլ է այդպես։ Այդ դրա համար եմ ասում, որ կշտացած դուրս ես բաննա, ես Հայաստանի վաճառքի տեսանկյունից ես առնչվել եմ շատ մարդիկ կան, որ ուժեղ են շատ Հայաստանում վաճառքում, շատ։ Ու իրենք by default են ուժեղ դարձել։ Այսինքն մեկը իրեն չի սովորացրել։ Ու վաճառողների ես էլ քիչ առաջ ասում եի ես վաճառք չեմ սովորել ոչ մի անգամ։
Վաճառքը ստացվել է։ Ես իմ վրա սովորել եմ, շատ աշխատել եմ, բայց այդ մարդիկ էլ են տենց։ Կյանքի փորձը իրենց սովորացրել է նաև վաճառել։ Բայց ասկային ասեմ կամ երկրի օրինակ եվրոպացիները ուրիշ մոդելով են աշխատում ոչ ամեն եվրոպան լավ վաճառաններ չեն լավ բան չեն իրենք նախ շփվող չեն քանի որ շատ կապված օրինակ ես իսպանացիքի հետ եմ շատ շփվել կատալոնիացիների մանավանդ բարսելոնայի ժողովրդի հետ իրենք շատ շփվող են օրինակ իրենք լրիվ ուրիշ տեսակ են օրինակ բան մադրիդի իսպանացիները ուրիշ են իրանք լրիվ ուրիշ են իրանք մեզ նման են շատ Իտալացի ծովապի կողմ ապրողները, կատալոնացիները մենք գրեթե նույնն ենք, միակ տարբերությունը որ մենք եւ իտալացիք շատ բարձր ենք։ Քորում ենք բանը, ոնց որ վրացիք օրինակ։ Իրենք էլ իրար մեջ քորում են, իրենք էլ են բարձրացան ասկ։ Բայց օրինակ, եթե համեմատեմ ամերիկյան, ես ամերիկյան շուկայել եմ աշխատել, արաբական էլ եմ աշխատել, ստեղել եմ աշխատել, եթե համեմատեմ մենք ոնց է մեր տարածաշրջանը Հայաստանը իր փոքր լինելն է խնդիրը միան։ Թե չէ Հայաստանում դու վաճառք կարաս անես ու քրակետ վաճառք կարաս անես։ Մարդիկ արդեն փոքրները ոնց է պրոբլեմ։ Դες շուկան փոքր է, պոտենցիալն է փոքր։ Սահմանափակ է շուկա։ Կախված ինչ բիզնես ես անում այսինքն, եթե $100 միլիոն ինվեստմենտ ես արել, կարող է դա դժվար վաճառես։ Բայց եթե, չգիտեմ, ինչ-որ փոքր բիզնես ես, կարող է վաճառես, քանի որ եթե դու ես մի բան եմ ասում, Հայաստանում եթե դու ունես լավ սերվիս, սպասարկում Ո՞ր մեկ ոլորտ, ռեստորան բան, ու ունես լավ պրոդուկտ, ու ունես լավ պատրաստված թիմ, որը որ մարդիկ միշտ մի կողմ են դնում այդ կտորը, հիմա նոր սկսեցին ամեն ինչ, մեծ բիզնեսներից սկսեց արդեն պատրաստությունը, քանի որ վերապատրաստումը այս տեսակ ոլորտներում վաճառքման, սպասարկում ինքը soft skill է, քանի որ ինքը մնայուն պատրաստության կարիք ունի։ Անընդհատ պետք է իրեն հիշացնես ու Հայաստանում ասում են մադդ փուլսին վրա պետք է պահես։ Այդ վիճակն է քրակետ վաճառքի Հայաստանում խնդիր կարող է գա ոլորտից ոլորտ օրինակ IT ոլորտում չկա քանի որ IT-ն դրսի շուկայի հետ է աշխատում միշտ ինքը ստիպված քրակետ վաճառք անում չի կարա այնտեղ ուրիշ բան անի այսինքն այդ հարաբերությունները ինքը on-line երբ որ աշխատում ես այդ դժվար է հիմնելը այսինքն պետք է այլ դրանք օգտագործես իսկ Հայաստանում մարդիկ շատ սիրում են շփվել Հայաստանում եթե դու կարող ես շփվես, մարդկանց հետ լավ ընկերություն անես, չխափես, կարաս վաճառես ու չխափես։ Ես գլովով որ եկա, իմ տեղացի ընկերներս հայաստանցի, ասում էին՝ «Գիշես դու Հայաստանում դու չես կարող աշխատես, անգարելի է»։ Հայաստան ուրիշ մենթալիտետ ունեն։ Իրենք տեղացիները, yani ոչ թե իմ սպիրկայ ընկերներս են ասում, տեղացի ընկերներ։ Հայաստանի բնիկ տեղացի։ Ասեցի, եկեք մի հատ դուրս կամ գլովոյից հետո խոսանք։ Ասի ես նենց կանեմ որ Հայաստանի մոտեցումները իմ հետ կոնե աշխատանքային փուլում փոխվի։ Ու ես տենց առաջին օրվանից թափանցիկություն եմ դրել իմ եւ հաճախորդիս մեջ։ Ու ամեն ինչ բարձ ասել եմ։ Ինչ կա ասել եմ։ Կարանք անենք, չենք կարա անենք, ասել եմ։ Չեմ ասել։ Չեմ ասել։ Գիտես վաճառքի ցախողության ամենամեծ կտորը գալիս է over promising-ին։ Ինչ են ասում հայերեն իրան։ Շեֆոր հավելյալ խոստումներ։ Հավելյալ խոստումներ, որ տագից դուրս չես կարակաս։ Ու մարդիկ վստահություն են գործում դրա վրա կողմից։ Շատ մը ոլորտներում, օրինակ ես իմ անձնական բիզնեսում միշտ վախում էի դրանից, քանի որ երբ որ անձնական է, միշտ ավելի promise ես անում, որ աջախորդ բերես։ Տենց ինչ-որ բան է, այդ motivation-ից մեջ ու drive-ից մեջ կարող է ինչ-որ սխալ բաներ ասես։ Միշտ վախում եմ որ սխալ բան ասեմ կամ ավել բան ասեմ ու չկարողանամ անել։ Գլովոյում օրինակ ես իմ թիմից միշտ սովորացնում էի որ ուշադիր եղեք, ավելորդ բաներ մի ասեք։ Ես մինչև իմ դուրս գալս մի հատ մեծ ֆիրմա գար ինձանից առաջվա international launcher-ները որ եկել էին իսպանացիք, ինչ-որ խոստում էին տվել իրան, մինչև այսօր ինձ հիշացնում է այդ մարդը տնօրենը։ Ասում է չարեցիք։ Ագարակ որ ես չէի ասել իրան, ես չկայի այդ ժամանակ, 6 ամիս ես չկայի, հետո միացա թիմին։ Մարդուն խոստում էին տվել, չէին արել, եւ ես որ եկա, մարդը ինձանից բանջեց, ասի չեմ կարող անեմ, գներես։ Ասի ես հիմա թվերը իմ արջևն են, ես չեմ կարող այդքան փոց ախսեմ, գներես։ Ու տենց ատլիստ անկեղծ է։ Ուրիշ բան արեցի թիմացը, որ էդի բան անեմ, թեթևացնեմ մի քիչ այդ մարդուն խոստվածին, բայց ամեն դեպքում խոսք էին տվել ավելորդ, որը չէին կարող անեին, կամ չէին հաշվել, մինչև այդ, չգիտեմ ինչ էր եղել։ Տեսի երկարաժամկետ մտածողություն չի արդյոք։ Դու long term-ի վրա տես նոր որ մտածես մի շուկա, շատ բարդ է կանի, որ դրա համար երբեմն մարդիկ խոստումներ են տալիս, որ չեն կարող անեն։ Նոր շուկա է ագրեսիվ են ուղղակի ուզում մտնել, հաջախորդ են ուզում ցեք բերեն, էդի շատ բարդ է, բայց մի հատ սխալը կարա քեզ լման կյանքդ հիշացնի քեզ, որ էդի չարեցիր։ Ու դու կարող շատ հաճախորդներից զրկվես, չէ՞։ Ու Հայաստանում ես իմ կարծիքով վաճառք անելը քրակետ եւ ոչ խափեությամբ
կարաս անես։ Երկարաժամկետ պիտի մտածես մի քիչ, քանի որ կարճաժամկետ բոլորն էլ կարան անեն վաճառք։ Այսինքն դեմպինգ ասված բարգա չէ, ակցիա անում։ Ակցիան դեմպինգը բայց բանը չի, որ գները միանգամից իջեցնում որ վաճառես։ Հա, նույն բանն ես ասում, հա, մրցակիցը հանելու նպատակով, մրցակիցից խոհանալու նպատակով այդ դրանք երկարաժամկետ չեն կարող լինել, այսինքն աշխարհի ամենամեծ ֆիրմաներն երկար չեն թիմանալ տենց։ Ժամանակավոր անում են ինչ-որ թարգետներ են ունենում հասնելու, նոր աջախորդ ցեք բերել էսեն, բայց հետո այդ միանում են նորմալ պրոցեսներին, բայց հետ միացումը ավելի ցավոտ է լինում։ Միշտ պետք է հաշվես դա, շատ դժվար է դա հաշվելը, քանի որ չգիտես ինչքան է ընկնելու հետո։ Բնականաբար, այսինքն չես կարող նախատեսես, կարաս ինչ-որ մոդավոր տոկոսներ անես, բայց շատ բարդ է դա որոշում կայացնելը դրա։ Շատ ու փողը դել հերիք չի անում այլևս տենց դեմպինգ անես։ Ամենամեծ ֆիրման էլ չկա։ Վերջանում է էլի արդեն սաստենից։ Շատ է տակիր է։ Այսինքն այս վաճառքի ճիշտ ստրատեգիան նաև կախում ունի թե բիզնեսը ինչ policy ունի ու ինչ vision ունի։ Ինչ ես ուզում անես։ Եթե բիզնեսի արժեքների հիմքում կանգնած է քո ասած կարևոր value-ները, հա, ազնվությունը, բաց լինելը հաճախորդի հետ, վաճառք ամեն գնով վաճառք չէ։ Կարիքի բացահայտում վաճառք անելը, ուրեմն կոմոդ վաճառքը պիտի ստացվի նաև քո աշխատակիցների մոտ։ Սա շատ է դակիր է։ Հիմա դու ես բան նաև trainer չի անում վաճառքի մասնագետներին։ Ինձ օրինակ հետաքրքիր է, հաշվի մեզ մոտ վաճառքի մասնագետ է հիմա նայում ու իրան անվճար ինչ երկու կարևոր խորհուրդ կտաս կամ մեկ, չգիտեմ, քանակով by default եմ ասում։ Ընթացքում դվեցի արդեն։ Մի հատ էլ ամփոփ ենք ուրեմն։ Հարց տո դա միշտ վաճառողը, թող չխոսա շատ։ Ինչքան շատ խոսած, այդքան սխալվելու ես։ Շատ մի խոսած։ Ինչքան քիչ կարաս խոսած, այդքան լավ։ Հարց տալ ու ազնիվ լինել։ Հա։ Երկու լուրջ եմ ասում, երկու կարևոր բաներ են։ Ազնիվ լինելը բանա, քարակտերի հարց է, բնավորության հարց է, ու մարդը որ ազնիվ չի, ինքը չի կարա ոչ մի բանի մեջ էլ հաջողվի։ Ինչ որ ժամանակ կհաջողվի կամ ինչ որ ոլորտում կհաջողվի, բայց ազնվությունը դեղմը մարդիկ տեսնում են ու գնահատում են ու հետ են գալիս քեզ։ Ու այդ հետ գալը, գիտես չէ, մենք միշտ ասում էինք, դու նոր հաջախորդ կարաս փող ծախսես ու բերես, բայց հինը պահելը ավելի կարևոր է։ Քանի որ մեկը որ բերել ես կոմոդ, մարդը գնացել է մի ամիս հետո, դա լուրջ զուտ վնաս է։ Այդ մի անգամ ինձ իմ բիզնես անող ընկերներից մեկը ասաց մեր լուր հաղթանակն է, որ առաջին հաջախորդը երկրորդ անգամ է կոմոդ հետ գալիս։ Դա հաղթանակը, ոչ թե առաջին գալն է։ Առաջին գալը մենք գլովոյում էր կարծեմ, չափում էինք հաջախորդի maturity-ին, այսինքն ինչքան ժամանակա կոմոդ է, իրեն համարում ենք նոր հաջախորդ կամ լավ որ հաջողված հաջախորդ կամ հաջողված մարդ, որը մենք բերել ենք lead, ասենց ասած, երրորդ քնումից հետո։ Այսինքն մի ամսվա մեջ պետք է 3 քնում աներ, որ մենք ասենք, որ մեր target-ին հասել ենք։ Եթե մի անգամ եկավ արա, խիստ կրիտերիա է, ես մոտավորապես պատկերացնում եմ, շատ դժվար է այդ կրիտերիան։ Ծախսը քանի որ շատ է այդ ներգրավելուն։ Դրա համար return on investment ասվածը կա, որ եթե այսքան փող եմ ծախսել, մարդը եկել է մի անգամ արել է, հետո չի եկել այլևս մի ամսվա մեջ, այդ ROI-ը չի հետ եկել, չէ՞, այդ փողը։ Ես փող չեմ աշխատել, վնասով եմ աշխատել այդ մի հաջախորդի վրա։ Դրա համար մենք ասում ենք, մինչև երրորդ պատվեր օֆեր էր տալիս կլովոն, ինչեւ էլ տալիս է կարծեմ։ Մի հատ ծրի հարակում, մի հատ զեղչ, մի հատ բան, որ ինքը 3 հատ պատվեր փուշ անի, քեզ որ անես։ Հա, այդ միշտ իրենք անում են, քանի որ on-line մանավանդ digital business-ները իրենք ավելի փարտ են հաջախորդ գրավելու, ներգրավելու, դրա համար էլ միշտ այդ։ Իսկ գիտես ինչն էր դուր եկել Եվրոպայում, որ դուր եկել է որն է, դուր եկել չէ, պրոստը ֆիքսել էի նկատել էի, որ երբ որ գլոբալ ինչ-որ բան ես պատվիրում Եվրոպայի տարածքում, ասենց առանձին սեգմենտ ունեն, halal food-ա կոչվում։ Հա, այդ բանի համար է, մուսուլմանների համար է, որտեղ ու կոշեր ուտո, այսինքն հրյաները, հա, եբրեներն, բայց շատ հետաքրքիր բան է, էլի targeting արած այս։ Արաբական երկրներում է դրանց։ Հա, Դուբայ բանից միշտ միշտ անան, ստիպված է, ինքը չի կարող։ Իսկ ասենք, մեկ-մեկ եթե ուզում ես ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ մի բան տես, որ ավելի մեր քիմքի մոտ եկա, մտնում ես այդ բաժին տեսնես ընդ ինչ կա, էլի։ Հա, Դուբայը զարմանալի չի, որ ինքը տենց է, քանի որ ինքը մուսուլմանական երկիր է, բայց օրինակ Եվրոպան, քանի որ մուսուլմանների քանակը շատ է, դրա համար իրենք այդ ամեն ինչը հաշվի առնում են, որ վաճառքը ճիշտ անեն։ Ճիշտ է։ Արդեն մեր այս խոսում ենք Հայաստանում էլ մեր բնակչությունը սպառողական հասարակություն ենք, էլի մենք շատ ենք սպառում։ Օրինակ, գիտես չէ, վերջերս թվեր էի հանել, զուտ քեզ կարամ ասեմ, եթե հետաքրքիր է, բան, օրինակ 2025 թվականի հոկտեմբերին, նու գրեթե վերջի դրությամբ տարվա 7.5 տրիլիոնի վարկա արկա Հայաստանում, որ տրամադրված է, ու 7 տրիլիոնի ավանդ
Ասենք արելի էլի տարբերություն այդ կես տրիլիոնի, որ պիտի պատկերացնես մոտավորապես թիվը ինչքան շատ է տարբերությունը, մենք շատ սպառողական հասարակություն ենք, շատ։ Հայերը սպառող ժողովուրդ են, ցույց ասած։ Այդիա քարակտերի խնդիրը ասկի, քանի որ իրար նման են շատ բոլորը։ Ասկեր կան, որ կտեսնես, որ իրենք սպառող չեն։ Եվրոպացիները օրինակ շատ գիտեն։ Բայց ինձ գիտես, որ ազգի հետ զարմացրեց շվեդները։ Ինչով։ Բացարձակ լավ սեյլանողներ են։ Ես չեմ եղել։ Շատ հետաքրքիր սեյլանողներ։ Ես ատում եմ բանը, ինչ հայերենը ոնց էր։ Մալինայի մուրաբա։ Okay։ Ատել ասելով նկատում հենց տես չեմ բռնի ուտեմ մալինայի մուրաբա էլ։ Ես ոչ մի բան չի ասում։ Դա, հիմա մտել եմ IKEA, այդտեղ իրանք շվեդական միտբոլերը կա, չէ՞, սենց հայտնի Երևանը։ Ուրեմն սենց միտբոլա դրած ու բան կարտոֆիլի պյուրե, ճոզմած սենց խաշած կարտոֆիլը ու ուզում եմ բան ավելացնի, մալինայի մուրաբա ավելացնի։ Իրանց ինչ որ ազգային դեսերտն ասում եմ չեմ ուզում, վաճառին ասում եմ որ չեմ ուզում։ Բյուզանտ լուրջ եմ ասում 10 րոպե ինքն ինձ բացատրում էր իր առաջի ապրումները, որ ինքը դե փորձել է ու իր էլի Հայաստանից եկած։ Չգիտեմ խաղեց թե չէ, վաճառեց։ Վերցեցի։ 10 րոպե ինքից ամոզում եմ մալինայի մուրաբայով։ Քանի որ ինքը շատ լավ բան արեց, էմոցիաների վրա խաղացավ։ Ասես Հայաստանից եւս մի օր չգիտեմ խափելա թե չէ, այդ չգիտեմ չեմ կարող ասեմ, բայց ասում եմ էլի քո նման Հայաստանից մեկ եկել էր, չէր ուզում փորձել, ահագին գող գնաց եւ այլն, վերջում էլ ինձ թվում էր թե ինքը միք չէ խոսած չամոզի, արդեն հոգնելուց է ասում, դե լավ, լցրակ գնա։ Գիտես մենք խանդոդ էին արաբները խանդոդ են շատ։ Ինչ իմաստով։ Բանի մեկը մյուսին օրինակ ընտանիքի անդամները բոլորը նույն անդամանտն էին ուզում առնեին։ Այս շո բան ունեն, խանդ ունեն գեները արաբների, մենք էլ գիտեինք էդի։ Օրինակ մեկը գալիս էր, տենց խոսքի մեջ, ոչ թե մի անգամից, տենց խոսքի մեջ ասում ենք, այ անցյալ օրը մորակրոջ տաղճիկներ եկել, ցեզել բարեբեսի չգիտեմ եթե։ Հա, ինչ էր անում որ։ Մի անգամից։ Ասում եմ թե ապրանք էր, հարսանիք ունեք երևի ինչ որ 2 ամիս հետո, ճիշտ է, ինչ արավ։ Սենց, դրանից թանգ ունես ինչ որ բան։ Տենց։ Կամ օրինակ նույնից ունես։ Ստեղել կաշխատի ինձ։ Ու իրականում այդ մշակույթը հասկանալը ես դրա համար միշտ ասում եմ, վաճառքում նաև մարդկանց մշակույթը պիտի հասկանաս։ Երկրի մշակույթը, մենտալիտետը։ Այդ որ մենտալիտետը չհասկացար, ես որ Ամերիկայի աշխատում, մինչև սովորեցի այդ ամերիկացիների մտածած ցևը, ոնց են իրենք աշխատում, ուղեղնին ոնց է աշխատում։ Բարդ են մտածում իրենք։ Իրենք մի ուրիշ տեսակ են մտածում։ Նաև էդի գալիս է իրանց այդ բանից, այդ գիտես ոնց է Ամերիկայում այնքան մարդ վաճառք անում երախոսով, որ մարդիկ զզվում են արդեն քեզնից։ Յանի դու որ զանգում ես իրեն cold call ես անում, քեզի նման օրական 100 հոգի զանգում է։ Այդ մարդը գժվել է արդեն բիզնեսին դերը։ Ամեն օր զանգում են իրան։ Ու մի բան վաճառելու, քանի շուկան մեծ է ու բոլորը մտել են այդտեղ։ Էդի հասկանալ օրինակ իրենք շատ ներվային են, շատ արագ կարող է քեզ բան անեն, հայելով ասեն ու փագեն էր ասայն այդպես։ Մենք այդ էինք սովորում, ոնց կարանք մարդուն պահենք 30 վայրկյան զանգի վրա։ Հա 30 վայրկյան, հիմա 30 վայրկանը մնացած է հետո օքեյ է, բայց 30 վայրկյանն է բայել իրան, էդի խնդիր է։ Քանի կարամ մի անգամից 30-ից փագի այդ հերացան։ 31-ը արդեն հաղթանակա չէ։ Օրական գիտես քանի օքեյ է զանգում, մենակ էդ էլ մշակույթի հարց է։ Դու չգիտես Հայաստանում ով է քեզ այդքան զանգ չի գալիս, հա, բայց շատ քիչ։ Սոց հարցում են զանգում, ասում եմ զբաղված։ Անում են cold calling էլ օրինակ արևային ընկերությունները շատ են անում cold calling։ Բայց դա էլ հետաքրքիր շուկա է, վերջերս շատ է զարգացել։ Հիմա մերնում է քիչ, ոնց որ լսում եմ, ես շատ չեմ ես հուսում եմ զարգանա կանգնել կարծեմ տենց ինչ-որ պատմություն կա, բայց չգիտեմ ինչ անեմ, ճիշտ է, ինչքան սխալ է։ Մեկ էլ լսել եմ շուկայից տենց ադուկ բան չունեմ։ Շատ շնորհակալ եմ Բյուզանտ, մերսի քո ժամանակի համար։ Ինձ թվում է այսօր ով որ մեզ լսեց, այս էպիզոդը նայեց, վաճառքի մասին առնվազն կաղապարային պատկերացում, առնվազն կունենանք այնտեղ Բյուզանտը շատ կարևոր ինսայթներ ասեց, վաճառքի սկիլների, նաև ես ասեմ, այս էպիզոդի հիմնական նպատակը իմ մոտ այն էր, որ մենք ջարդենք այն միֆը, որ պետք է իցնել լինես վաճառող։ Չէ, դա սկիլ է, որը որ կարելի է զարգացնել։ Ղեկավարն է։ Որ ասում են ղեկավարը պետք է ծնված օրից լինի կամ չլինի, կամ ասում է, չէ, ինչ որ խոսք կար, ես մի անգամ տրեյնինգ եմ արել այդ թեմայով, լիդերը ծնվում է կամ լինում է։ Ու համաշխարհային եթե չեմ սխալվում, ճիշտ չեմ հիշում հիմա թվերը, բայց 20% են ասում, որ հետը լինում է մեջ, 80%-ը աշխատում են իր վրա, որ ինքը դառնա լիդեր կամ ինքն իր վրա է աշխատում։ Դե հենց այդպես է լինում, ուրիշին ձև է։ Այդ ամեն ինչը դրա համար ես միշտ մարդկանց ասում եմ, որ մի ցկտեք միշտ տնօրեն դառնալ, ղեկավար դառնալ։ Մարդը լիդեր կարա լինի նույնիսկ առանց title ունենալու։
Leadership-ը title-ի հետ կապ չունի։ Հա, position-ը հետ կապ չունի, էությամբ լիդեր Դու ես։ ընդհանուր դնորեն պետք չէ լինես, որ դու դառնաս լիդեր։ Դու կարաս քո ոլորտում, քո նույն level-ի մարդկանց մեջ դու լինես Իմ համար լիդեր։ մի պայման է պետք որ լիդեր դառնաս։ Այդ ռիսկի դիմելու կարողությունը դա։ Ռիսկի դիմելը կա, Հա։ չվախենալ ռիսկերից, պատասխանատվություն գրելն է ամենակարևորը։ Հենց այդ նկատում եմ, Դու ավելի պատասխանատու շատ ես քո արածի Հա։ համար։ Իսկ մեկը որ քեզ եկավ ասեց, «Էսի սխալ են արել», չես Չի կարողանաս ապացուցել։ Թիմն է արել սխալ, ես եմ արել։ Քանի որ դու ես այդ պատասխանատուն, եթե ղեկավար ես, եթե լիդեր եւ լիդերշիպի երկրորդ ամենակարևոր բաներից մեկը իմ համար, որ կարողանաս մարդկանց վրա ազդեցություն ունենաս։ Քո ունեցած գիտելիքով եւ բանով մարդիկ քեզ տեսնեն որպես մարդ որ կարա իրենց բան սովորացնի։ Ոչ թե բան անեն, leading by example ինչի են ասում, քո օրինակով իրենք գնան առաջ, ոչ թե նայեն էսա մեր ղեկավարը։ Դրա համար շատ ղեկավարներ, տնօրեններ իրենք լիդերներ չեն լինում։ Իրանք լինում են ուղղակի այդ position-ում նստած։ Իրենք position-ը սպաղացնող մարդ են լինում, բայց լիդեր չեն լինում։ Մարդիկ չեն հետևում այդ իրանց օրինակին։ Ոչ թե իրանց, այլ իրանց օրինակին, իրանց աշխատելացևին, իրանց արածին, դրա համար նույն պատմությունն է, վաճառքն էլ ատեն, չես ծնվում դրանով։ Ես անգար եթե հիշեմ ես ոնց էի ու ոնց վաճառող եմ տարել, էդի կյանքում, բայց սիրել եմ, պետք է սիրես։ Դրա համար ես միշտ ասում եմ, այն մասնագիտությունը ընտրում ես, պիտի սիրես, եթե չես սիրում մի արա։ Ես միշտ այդ ուղղությամբ հավատացել եմ, քանի որ փորձել եմ մի քանի բան անեմ, ոչ թե լրիվ մասնագիտություն, այլ side ինչ որ բաներ չեմ սիրել։ Կեցել եմ, կեսին կանգնել եմ։ Ու այդ շատ բարդ է, դրա համար վաճառքում podcast-ը սիրեցի այտենց։ Հա, որտեղ ես էլ եմ արել, ցույց տվեցի քեզ։ Podcast-ը արել հիմա ժամանակի առումով խնդիր ունեմ, չեմ հասցնում, բայց հյուրով չեմ արել, ես մենակ եմ արել։ Հա, տեսնում եմ, իրականում հետաքրքիր թեմաների շուրջ, բայց հա, շատ հյուր եմ եղել podcast-ի, ինձ էլ է դուր գալիս, սկիզբը այդքան չէ, բայց հիմա արդեն սովորել եմ լույսերին Չէ, եթե իհարկե ասելիք ունես, տեսախցիկից բանն է։ Հա, այդ սկիզբը շատ դուր չէր գալիս, ինձ հետո արդեն process-ը հարմարվել է։ Բայց հետո սովորեցի, public-ն էր ամենավախենալուն ինձ առաջին անգամ։ Ես այդ ունեք շատ եմ սիրել։ Public 30 հոգի արչև առաջին անգամ խոսացի կամ 50 չեմ հիշում, ընկեր Արմենս, մեր ընկերը Արմենը product community ղեկավարը, հիմնադիրը ինքն էր հրավիրել ինձ, հիշում եմ առաջին բանների 3 տարի առաջ, 3 կամ 4 տարի առաջ 50 հոգի մարդ կար։ Այդ օրը մի քիչ վախեցած էի։ Երկրորդ անգամ մի 80 հոգի մարդ կար, երրորդին մի 150 հոգի արչև եմ խոսացել։ Առաջին անգամ որ 6-700 հոգի արչև խոսացի, էդի վախեցա, որ փեմ փարսանալուց սենց բան էի մի քիչ ստրեսեի, տակ էի, լարված էի, բայց ելա ես միշտ փորձում եմ առաջին բանը որ խոսում եմ, միշտ կատակով եմ, հումորով եմ սկսում, որովհետեւ նայեմ audience-ը ինչքանով է հետս։ Ու հետ հենց կատակը արեցի կամ ինչ որ հարց տվեցի, բոլորը մասնակցեցին, որ նայեցի որ մարդիկ իմ հետ են, վերջացավ, գդրեցի այդ բանը, բայց եթե էդի չլիներ օրինակ, կարող եմ մինչև վերջել ներվային ստրեսով խոսայի ու լարված լինեի, բայց այս podcast-ը օրինակ եթե սիրում ես կարա ժամանակ ես քանի ծախսում սրա։ Դե ժամանակա, բայց օրինակ ինձ շատ հաճել է այս process-ը։ Լսել ինչ-որ բան վերցնել, վերջերս դու այդքան փորձ չես կարող ունենաս։ Ունեն տարբեր մարդիկ, այդ փորձը մի դեպքում շատ եմ սիրում լսել podcast-ներ, շատ։ Այսինքն իմ ամենասիրած բանս վերջերս բանն է, podcast-ը, ավտոյի մեջ, բան, շատ ժամանակ։ Ինչ podcast-ներ ես։ Տարբեր business-ը ավելի oriented, կամ բան personal development-ի ինչ որ բաներ, թեմաներով։ Հա, հետաքրքիր թեմաներ եմ ընտրում podcast-ների եւ հետաքրքիր մարդիկ եմ ընտրում, որոնք բարում են podcast-ը, քանի որ այդ վարողն էլ է շատ մեծ տեղ խաղում։ Հարցերը եւ հյուրերը ով են, նաեւ հյուրերն են կարեւոր այդտեղ, բայց թեման ընդհանուր ինձ որ հետաքրքրում է, լսում եմ։ Այդ շատ կարեւոր է։ Հույս ունեմ, մեր հետագա էպիզոդները քեզ կհետաքրքրի։ Հա, անպայման։ Մարդկանց հետաքրքիր է քո անցած փորձը կամ ինչ որ հետաքրքիր թեմայի շուրջ որ դու խոսում ես, մարդկանց հետաքրքիր է լսել։ Կամ նորություն թեմայի։ Հա, կամ շատ աժմիական թեմա, որ այսօր բան է, օրինակ AI գործիքները, եթե մեկը բերես տենց ես հաստատել եմ։ Այնքան AI գործիք կա, որ չգիտեմ այդ մարդը այդ վարգանին դեր կհասցնի վերջինները տեսնի կամ ոչ, բայց ամեն վարգան նոր գործիք կա AI-ի։ Դե ադապտացիա։ Շնորհակալ եմ շատ, Քեզանից Ուզան ջան, կհանդիպենք։ Անպայման։